Երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրը դերասանուհի Էլեն Սաֆարյանը վերջին շրջանում իր ինստագրամյան հարթակում հանդես է գալիս իր առատ հրապարակումներով, սիրելի ունենալու մասին ակնարկներով։ Այժմ էլ կիսվել է ընտրյալի լուսանկարով, որտեղ նրա դեմքը կիսով չափ երևում է։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Star News-ն արդեն ներկայացրել էր Էլեն Սաֆարյանի այն հրապարակումը, որտեղ նա ակնարկել էր սիրելի ունենալու մասին։ Էլենը շքեղ ծաղկեփնջով հոլովակ է հրապարակել։ Կից գրել նա գիտի ինչպես հաճոյանալ։ Հրապարակումը հետևորդների շրջանում մեծ արձագանքի է արժանացել։ Մնում է սպասել, որ Էլենն առաջիկայում ավելի անկեղծ հրապարակումներով կպատմի իր անձնական կյանքի մասին։ Մալիա Հովհաննիսյանի Life Room հաղորդաշարի սեր շարքում հյուրընկալվել էին երգիչ Արսեն Սաֆարյանն ու դուստրը, արդեն դերասանուհի Էլեն Սաֆարյանը։ Star News-ը հետևեց հաղորդմանն առանձնացնելով հետաքրքիր մասեր։ Հաղորդման սկզբում Արսեն Սաֆարյանը պատմեց զավեշտալի մի դեպք։ Արդեն երևի թե 2 տարի է, որ Էլենը նկարահանվում է տարբեր ֆիլմերում։ Վերջերս Միացյալ Նահանգներում հանկարծ լսեցի «Վայ բարև ձեզ»։ Մտածեցի դե սովորականի նման ինձ ճանաչել են։ Հավաքվեցին մի քանի տատիկներ, ովքեր նայել էին և նայում էին Էլենի մասնակցությամբ ֆիլմը։ Ես հպարտությամբ լսում էի իրենց կարծիքները։ 5 րոպե խոսելուց կոմպլիմենտներից հետո վերջում մի կին պտտվեց, ասեց. «Հա, իմիջայլոց դուք էլ եք լավ երգում»։ Ինչքան գնում է, Արսեն Սաֆարյանը դառնում է Էլեն Սաֆարյանի պապան։ Խոսք եղավ հայր ու աղջիկ հարաբերությունների, կոնֆլիկտների և քննարկվող թեմաների մասին։ Արսեն Սաֆարյանն ասաց. «Տարբեր թեմաների մասին խոսում ենք։ Աղջիկդ երբ մեծանում է, կան թեմաներ, որոնք համ ուզում ես խոսել, համ մեջդ պապայի կռիվ է սկսվում։ Դու անհանգստանում ես իրա համար»։ Էլեն Սաֆարյանը ևս խոսեց թեմայի շուրջ։ «Պապան շատ լավ ընկեր է ինձ համար։ Երբ էմոցիոնալ եմ լինում, այդ պահերին միանգամից գնում եմ պապայի մոտ։ Լավ խորհուրդներ է տալիս։ Պապայից թաքցնել չի լինի և պետք էլ չի։ Շատ հաճախ խիստ ընտանիքներում մեծացած երեխաները որպես արդեն ծնող դառնում են ընկերներ իրենց երեխաների համար»։ Արսեն Սաֆարյանն այս մասին. «Ամեն դեպքում լրիվ ընկեր չի լինում դառնալ։ Ընկերական հարաբերություններ լինում են սակայն։ Ես կարծում եմ, որ պետք է ամենալավը, ամենաջերմը, ամենաբարին տաս։ Երբեմն ինձ այն մտքի վրա եմ բռնում, որ այ հայրս սենց է արել, բայց ես տենց չանեմ։ Շատ հարցերում էլ ասում եմ հայրս ճիշտ է եղել։ Հայրս շատ խիստ մարդ ա եղել, կարգ ու կանոնով եմ մեծացել։ Մենք Էլենին չէինք սպասում, տղա էինք սպասում։ Հիվանդանոցում ինձ 2 անգամ շատ վստահ ասել էին տղա եք ունենալու։ Ծնվեց, ասեցին շնորհավորում ենք, դուք գեղեցիկ աղջնակ եք ունեցել։ Ես ասում եմ ի՞նչ։ Կարծրատիպ չկար, ուղղակի իրենք էին էդպես ասել։ Էլենը եկավ և շատ անսովոր էր, վախենում էի գրկեի։ Երբ տատիկները կինս հանձնվում էին, չէր քնում, հենց լսում էր ձայնս, երգում էի ականջի տակ, քնում էր։ Էլենը առաջին անգամ զարմացել ու հուզվել էր, երբ իմ վրա հարձակվել էին»։ Էլեն Սաֆարյանը պատմեց երկրպագուների հանդիպման դեպքի մասին։ «Դա իմ մանկական տրավման է, ես մինչև հիմա հիշում եմ։ Մի ամբոխ հարձակվեց մեր մեքենայի վրա։ Ես 4-5 տարեկան էի, չէի հասկանում, որ դա պապային սիրելուց է»։ Արսեն Սաֆարյանը անգամ հիշեց, որ մի անգամ Էլենը հրել է երկրպագուներից մեկին և չի թողել, որ իր հետ նկարվի։ Խոսք եղավ երգչի առողջական խնդիրների, վիրահատության, քայլելու հետ կապված դժվարությունների մասին։ Մեծ հոգատարության մեջ էի բոլորի կողմից։ Նեղվում էի և մտքերը երբեմն տանում էին, բայց շուտ հետ էի բերում բացասական մտքերից։ Շատ էի տեսնում, որ տանը անտրամադիր են, բայց փառք Աստծո, անցանք։ Այդ ժամանակահատվածում ինձ շատ օգնեց կիթառներով ծրագիրը, նստած էի։ Լինում էին օրեր, որ սրսկվում, ցավազրկվում նոր էի գնում համերգի, որպեսզի կարողանամ առանց փայտի գամ բարձրանամ, նստեմ։ Չէի սիրում այդ ժամանակ տեղ գնալ, որ ինձ խղճալու հայացքներով էին նայում։ Մի կողմից զուսպ եմ եղել, բայց մյուս կողմից արցունքներն աչքերիցս հոսում էին։ 4 օր չէի քնել, ջուրը տալիս էին, ձեռքիցս ընկնում էր, այդքան թուլացել էի։ Նշենք նաև, որ վերջերս Արսեն Սաֆարյանը հյուր էր նաև «Կյանքի ուղիներով» հաղորդմանը։ Նա հաղորդման շրջանակներում խոսել էր մանկությունից։ Ծնվել եմ 6 կիլոգրամ և այդ հիվանդանոցի ռեկորդն եմ համարվել։ Շատ ուշ եմ քայլել, որովհետև ծանր եմ եղել։
Ուշ եմ խոսել, բայց հետո սկսել եմ երգել։ Ես նույնիսկ հոտերն եմ հիշում, մանկության համերն եմ հիշում։ Տատիս գոգնոցն եմ հիշում, որ միշտ ջեմով կոնֆետ էր լինում գրպանում։ Մենք սիրում էինք մեր բաբոյի կոնֆետները։ Տեղափոխվեցինք Հրազդան, պարտեզ ընդունվեցի, սիրահարվեցի։ Մի աղջիկ կար, Ալվինա էր անունը, սիրում էի իրեն։ Հրաշք մանկություն էր, որովհետև հեռախոսների, լապթոփների մեջ չէինք։ Իրական շփվում էինք, նեղվում էինք, նեղացնում էինք, ներողություն էինք խնդրում, իրական էր ամեն ինչ։ Առաջին դասարանում խնդրեցի մայրս տարավ Պիոներ պալատ նկարչության։ 1 տարի հետո գնացի ֆուտբոլի։ Առաջին երգի գործիքավորման համար $30 ուզեցին։ Այն ժամանակ ինձ $30 որտեղից պիտի լիներ։ Որոշեցի, որ կգնամ, կաշխատեմ, կհավաքեմ եւ այլն։ Դասընկերուհուս մոտ գումար կար, իրեն օծանելիքի գումար էին տվել։ Ասեց սա վերցրու, ոչ մեկ չի իմանա։ Ասեցի միայն վերադարձնելու պայմանով։ Ընդունվեցի աշխատանքի եւ 2000 դրամ էի աշխատում։ Մեկը աջ գրպանինս, մյուսը ձախ, այո երգի մրցույթին։ Հերթական 267-րդն էի, չէր էլ նայում մասնակիցների վրա, միայն լսում էր։ Երբ վատ էր լինում, դադարեցնում էր։ Վերջին օրն էի հերթագրվել, բարձրացա բեմ եւ սկսեցի երգել։ Աչքիս տակով նայում էի, մտածում երբ է ասելու ստոպ։ Տեսնեմ չի ասում, բայց չի էլ նայում, երբ երգեցի երգի «Բայց դու չես գալիս» մասը, նայեց վրաս, վախեցած միկրոֆոնն իջեցրեցի։ Ասեց չէ, երգի։ Ես ամբողջ երգը երգեցի։ Երգը վերջացավ եւ մրցակիցներիցս սկսեցին ծափահարել։ Կանչեց, ասեց բարձրացի, կգամ, կխոսենք։ Հարցազրույցի ժամանակ Սաֆարյանը խոսել էր նաեւ իր եւ կնոջ հանդիպումից։ Իմ սիրո խոստովանությունը մինչ օրս հիշում է։ Ասում է քո նման ինձ ոչ մեկ սեր չէր խոստովանել։ Հուզված ասեցի գիտես դու այնքան ես ինձ դուր գալիս, որ ես տեսնում եմ մեր երեխաներին։ Ասում է հետո գնացի տուն եւ մտածեցի այս տղան նորմալ է, նորմալ չի։ Հասկացա, որ ախր ինքն իմ հետ ամենակարևոր բանն է տեսնում, ընտանիքը։ Ամուսնացանք, Էլենը ծնվեց, հետո Արթուրը։ Զինվորական ծառայությունից հետո Արսեն Սաֆարյանը մեկնում է ԱՄՆ։ Նա պատմեց իր կյանքի այդ փուլից։ Դժվար ժամանակներ էին ինձ համար, սթրեսներով։ Մեկ իրականությունից մեկ այլ իրականություն։ Սփոփանքս մեկն էր, որ գիտեի ինչի համար եմ եկել։ Երգիչ լինելը դրված էր մի կողմ։ Աշխատել եմ տարբեր տեղեր, բենզալցակայանում, աշխատել եմ բեռնակիր, որովհետև եթե լեզու չգիտես, դու չգիտեմ ինչ ես։ Դա էլ հետաքրքիր դպրոց էր։ Ես իմ կյանքի ցանկացած ժամանակահատվածից փորձել եմ դրական եզրակացություն ունենալ։